Սիրելի հայրենակիցներ, որպեսզի գիտեք ինչ, ինձ մի հատ սենց խայսաթ ունեմ, էլի, որ ես մի բանը, մի խոսքը չեմ կարող կարճ բացատրեմ եւ դրանով սահմանափակվեմ։ Իմ մոտ միշտ ոնց որ երկար է ստացվում։ Երկար է ստացվում, նաեւ հասկանում եմ, որ ձանձրացնում եմ ձեզ երկար խոսալով, բայց հիմա է դա։ Ունենք այն ինչ ունենք։ Բայց կաշխատեմ շատ կարճ սահմանափակեմ, որպեսզի որևէ մեկից չձանձրացնեմ։ Սիրելի հայրենակիցներ, ասելիքս ինչ է, այս որ ցենց համանցածը թերթում ենք, այս ամբագորգոր խոսակցությունները, որ լսում ենք, գիտես սա ինչի է նման։ Ես մեկը, գիտես, մեկը վարկյանը մեկ Մոսկվաբնակ օլիգարխի եղբոր որդին րոպեն մեկ, վարկյանը մեկ հայտարարություն անում, այ մեզ միացան այսքան քաղաքացի։ Մեկ գիտեք ինչ, այստեղ անկախ նրանից հայ մարդը ում է սատարում, որ քաղաքական ուժին է սատարում, ում է հավանություն տալիս։ Անկախ քաղաքական կարծիքների, ես դա միշտ ասել եմ, նաև այդ տարբերությունը ինձ համար կարմիր գիծ է, հայ մարդը, դա ինձ համար հայ մարդ է, որը արժանի է բարձր հարգանքի։ Համենյան դեպս ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին 100%-անոց սատարող քաղաքացիս, ես այդպես եմ անցալում եւ այդպես էլ ես կարամ, գիտես ինչ, բերանը ծորտիկ Ռոբիկին լիքը ասելիք ասեմ։ Ու մենք ասում ենք, ասել ենք ու ասելու ենք եւ անելու ենք։ Դա չի քննարկվում։ Բայց ես նաեւ չեմ կարա ինձ թույլ տամ։ Դա ինձ համար կարմիր գիծ է։ Եվ կյանքի օրենքներով, եւ քաղաքական օրենքներով, եւ սահմանադրական օրենքներով, բոլոր օրենքներով ինձ համար կարմիր գիծ է, նաեւ անբարոյականություն է, որ ասենք, գիտես ինչ, խոսքի օրինակ ասեմ, այ այս մի քաղաքացին ընտրել է Ռոբիկ, Սերժիկ, խոսքի հավանություն է տալիս Մոսկվաբնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկին, այս քաղաքացին թուրք է, այս քաղաքացին էսա, այս քաղաքացին էնա, ու ավելի փիս բառերով պիտակավոր եմ։ Դա ինձ համար կարմիր գիծ է, դա ինձ համար բոլոր առումներով անթույլատրելի է, բոլոր օրենքներով, իսկ նրանք ովքեր որ քաղաքացուն կարողանում են պիտակավորեն, չգիտեմ, ամենեն վերջի լեքսիկոնով այդ քաղաքացու մեջքի հետևից կարողանում են բաներ խոսան, կարողանում են կոմենտներ գրեն fake edge-ով, որ այս քաղաքացին ինչա որ իր քաղաքական կարծիքները տարբերվում է իրենց քաղաքական կարծիքներից, որ այդ քաղաքացին սատարում է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ մարդուն մաքուր հայկական սիրով սիրահարված վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարողանա այդ ինչ որ մեկը կարողանա պիտակավորել հայհոյի, դա ինձ համար մարդ չէ։ Դա գիտես, ես չեմ ուզում ուրիշ լեքսիկոններ օգտագործեմ, բայց դա անբարոյականի վաստակից ավելի անբարոյականի վաստակ է։ Գիտես, ռեալ մարդը, իրեն հարգող մարդը, այդ որ ճշտից, կյանքից են խոսում, կյանքը ճիշտը հարգող մարդը չի կարա իրան նման ձև պահի։ Չի կարա, ուղղակի չի կարա։ Սա սրա վերաբերյալ։ Դե հիմա գիտեք ինչ, լսեք եւ տեղավորվեք։ Համենայն դեպս ինքնասիրություն մարդը ինքն իր մեջ իրեն վնաս կտա։ Ֆիզիկական վնաս չի տալ։ Ինքն իր մեջ ուղղակի իրան վնաս կտա։ Այս խոսքերը լսելուց հետո։ Ես իմ ասելիք ասում եմ ուղիղ հստակ, առանց որևէ ինչ որ fake նկարների հետևը թաքնվելով։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ։ Այս Ռոբիկի, Սերժիկի, մեկ է Մոսկվաբնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկի այս ողջավորությունը խոսակցությունները, որ ես լսում եմ, գիտես ինչի է նման։ Կեղծավոր սիրո։ Սիրելի հայ մարդիկ, ուղղակի սրանք չեն հասկանում մի կարևոր բան, որ մենք հայ մարդը իրական սերը տարբերում է կեղծավոր սիրուց։ Սրանք ուզում են կեղծավոր սիրով սետ բացատրեն Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի Հայաստանի Հանրապետության սիրտը շահեն։ Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեցածները Հայաստանի Հանրապետությունը իրենց անձնական հարստությունների եւ հաջողությունների համար տարիներ շարունակ աշխատացրածները
հայ մարդու ազատ խոսքից տարիներ շարունակ զրկածները, հայ մարդուն իր սեփական որոշումից տարիներ շարունակ զրկածները, հայ մարդու ազատ արտահայտվելու իրավունքից տարիներ շարունակ զրկածները, հայ մարդուն շքամուտքների դեմը տարիներ շարունակ դիմավորած եւ մահակներով սամասուտ արածները, հայ մարդու արժանապատվությունը 5-10,000 դրամով խախտածները, վիրավորածները եւ ոտնահարածները, հայ մարդուն տարիներ շարունակ անգրագիտության մեջ պահածները եկել են հայ մարդու ներկայի եւ ապագայից են խոսում, եկել են իրանց կեղծ խոսություններով, իրենց կեղծավոր սիրով սեր են արտահայտվում հայ մարդուն, հանունի չի, որպեսզի խուսափեն իրենց վաղվա գալիք եւ այսօրվա պատասխանատվությունից չեք խուսափելու, դուք պատասխանատվություններից չեք խուսափելու, քաղաքական մակարդակով որևէ մեկը չեք ներվելու եւ չեք խնայվելու, Ռոբիկ, Սերժիկ, մասվաբնակ ալիգարխ, Տաշիկ Սամվելիկ, այդ որ զավոդներից գործարաններից եք խոսում, բայց Հայաստանի Հանրապետության չգործող գործարանները կոպեկներով առել եք եւ ձեր բիզնես կենտրոններն եք ստեղծել, այդ որ հիմա խոսում եք հայ մարդու բարելավությունից, որ այ կարելի է էսի սարքած գործարան որպեսզի հայ մարդ աշխատի, բա հայ մարդուն գործարաններ ունացել, որ սովետական միության այդ փլուզումից հետո այդ գործարանները չեն գործել, եւ հիմա այդ գործարանների տեղը ձեր անշարժ գույքերն են, ձեր բրենդային խանութներն են, որ ամեն մի հայ մարդ չի կարա իրան թույլ տա մտնի այդ բրենդային խանութները, բայց այդ ժամանակ որ այդ զավոդները կոպեկներով առնում էիք եւ ձեր բրենդային տարգովի ցենտրերն էիք կառուցում, այդ ժամանակ չէիք մտածում, որ կարելի է այս գործարանը ոչ թե կոպեկներով առնել, մեր բրենդային անշարժ գույքերը կառուցենք, այլ կարելի է այս գործարանը, այս քանդված մահացած գործարանը կարելի է ոտի կանգնացնել, այս մահացած գործարանին կարելի է կյանք տված, որպեսզի հայ մարդիկ այդ գործարանում աշխատեն, չեք մտածում այդ վաղ հայ մարդու ներկայից եւ ապագայից, հիմա այս ինչ եք եկել հայ մարդուն կեղծավոր սիրով ուզում եք հայ մարդու սիրտը շահեք, որպես ինչ, ուզում եք ձեր կեղծավոր սիրով հայ մարդու սիրտը շահեք, որպեսզի ձեր բրենդային խանութների եւ ձեր տաշիկ պիցցաների ցանցերը ավելի շատացնեք, դրա համար եք խանդով վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր կառուցվող դպրոցներին եւ մանկապարտեզներին, ճանապարհներին եւ բոլոր բարեփոխումներին, դրա համար եք խանդով վերաբերվում, որ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից վերածե մեծ շինահրապարակի, խանդով եք վերաբերվում, հա, դպրոցների մանկապարտեզներին, գիտեք ինչի համար եք խանդով վերաբերվում, այ եթե դուք լինեիք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, դուք ոչ թե հարյուրավոր դպրոցներ մանկապարտեզներ կկառուցեիք, այլ ընդհակառակը, այն ինչ մանկապարտեզ դպրոցներ որ կար, կզարթեիք, աջուրդի կդնեիք, կոպեկներով կառնեիք եւ ձեր տաշիկ պիցցաների ցանցերը կբացեիք, ձեր դալմա սուպերմարկետների շարունակությունը կդնեիք, այ դուք այդ կանեիք, դրա համար խանդով եք վերաբեր, դրա համար եք ասում, այս դպրոց մանկապարտեզը մեզ ինչին է պետք, խաղաղությունը մեզ ինչին է պետք, մեկը մեզ ինչին է պետք, բա մեզ ինչ է պետք, ինչ, տաշիկ պիցցաներ, դալմա տարգովի ցենտեր, էդ է պետք, հա, մեզ այդ պետք չի, որովհետև ամեն մի հայ մարդ չի, որ կարող էր են թույլ տա, մտնի դալմա ու օգտվի դալմայի այդ հնարավորությունից, հասկացաք, հայ մարդը չի խափանվելու, հայ մարդը կեղծավոր սիրո զոհը չի դառնալու, հայ մարդը թույլ չի տալու, որպեսզի կեղծավոր սեր բացատրելով շահեն հայ մարդու սիրտը, որպեսզի հայ մարդու Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանի Հանրապետությունը եւ հայ մարդը նույնն են։ Հայաստանի Հանրապետությունը ամեն մի հայ մարդն է։ Եվ ուրեմն հայ մարդը կեղծավոր սիրո զոհը չի դառնալու։ Որտեւ հայ մարդը գտել է իրական սերը եւ վայելում է իրական սերը։ Հայ մարդը գտել է հոգատար, մաքուր, հայկական սերը եւ հայ մարդը ամեն օր, ամեն վարքյան 2018 թվականից մինչ առեսօր, նաեւ վաղը չեմ իսօրը վայելելու է այն սերը, որ ինքն է գտել, եւ այլևս հայ մարդը կեղծավոր սիրո գերին չի դառնալու, որպեսզի եւս մի քանի տասնյակ տարիներ հայ մարդուն աշխատացնեն իրենց անձնական հարստության եւ հաջողությունների համար։ Հայ մարդը մերժել է, ոչնչացրել է քաղաքական մակարդակով կեղծավորությունը, կեղծավոր սերը եւ գտել է մաքուր հայկական իրական սերը։ Այն սերը, որ հիմա վայելում է հայ մարդը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարդիկ, անկախ իրենց ամբագորգոր ոռնոցների, անկախ իրենց փողի քանակի, հայ մարդ կա երկու ճանապարհ։ Մեկ ճանապարհում այս պետությունը տասնյակ տարիներով իրենց հարստության համար աշխատացրած ահռելի ֆինանսական գումարներն են դասավորված, մյուս ճանապարհում մեր սեփական պետությունն է իր ամբողջական շահերով։ Մենք գնում ենք մեր սեփական պետության շահերի հետևից։ Մենք գնում ենք մեր սեփական պետության շահերը սրբորեն պաշտպանության հետևից։ Եվ ոչ ենք ասում այն ճանապարհին, որտեղ այս պետությունը ոչ ենք ասում այն ճանապարհին, որտեղ կա ահռելի ֆինանսական աղբյուր, դոլարներ, դրամներ, եվրոներ, որը առաջացել է այդ ահռելի ֆինանսական դոլարները, եվրոները, առաջացել է այս տարիներ շարունակ այս պետությունը, որ աշխատացնել են իրանց անձնական հարստության եւ հաջողության համար։ Մենք չենք գնում այդ ճանապարհին, ոչ չենք ասում այդ ճանապարհին, եւ այդ ճանապարհը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր ճանապարհին, ոչ մի խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ Հակառակ, եթե հանկարծ իրան թույլ տա, որ ինչ որ պարագայում խոչընդոտ հանդիսանա, հաստատ կհայտնվի հայ մարդու ոտքերի տակ, քաղաքական մակարդակով։ Ասելիքս ինչ է, ասելիքս նա է, որ հայ մարդը կեղծավոր սիրո գերին չի դառնալու, որովհետև հայ մարդը իրական սերը գտել է, որովհետև հայ մարդը վայելում է իրական մաքուր հայկական սերը։ Իսկ ոմանք ասում են ոնց միտքս ձևակերպեմ, սենց ձևակերպեմ միտքս, սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը եւ այս կիլլերների տարբերությունը կայանում է նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հաջողությունների եւ հարստության համար։ Իսկ այս կիլլերները, Ռոբիկը, Սերժիկը, Մոսկվաբնակ օլիգարխը, այս պետությունը աշխատացրել են իրենց անձնական հաջողությունների եւ հարստության համար։ Ահա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այս կիլլերների տարբերությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը այս կիլլերներից կայանում է նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պետությանը սիրահարված է մաքուր հայկական սիրով։ Հայ մարդուն սիրահարված է մաքուր հայկական սիրով եւ ինքը իր ամենօրյա կապով, ամենօրյա աշխատանքով, ամենօրյա վերաբերմունքով իր մաքուր հայկական սերը ապացուցում է հայ մարդուն, Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ այս կիլլերները միշտ կեղծավոր սիրով են սիրահարված եղել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ մարդուն։ Միշտ կեղծավոր սեր են արտահայտվել։ Կեղծավոր սեր արտահայտվելով շահել են որոշ հայ մարդու սիրտ, որպեսզի այդ հայ մարդու իրենց անձնական հաջողությունների համար օգտագործեն։ Իրենց անձնական հարստության եւ հաջողության համար աշխատացնեն։ Սա մի բան է, որ պետք չի, գիտես ինչ, որ գնանք մի 100 հատ
չգիտեմ, ինստիտուտներ սովորենք, որ կարողանանք հասկանանք։ Սա մի իրականություն է, մի պարզ իրականություն է, որ ամեն մի հայ մարդ հասկանում է կեղծիքը անկեղծությունից տարբերելով, կեղծերը անկեղծիրուց տարբերելով։ Դուք ձեր իրավունքները, նաև այդ իրավունքները, այդ որ հիմա սենց ազատ ոգևորված կարողանում եք ձեր ձայնը բարձրաձայնեք, կարողանում եք շարժանեք, կարողանում եք ազատ շնչել եւ արտաշնչել, սիրելի մարդիկ, այդ արժեքները դուք չեք ձեր հորտնից ժառանգություն բերել։ Այդ արժեքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռբերած արժեքներն է, որը ձեռք է բերել 2018 թվականին։ Ու դուք հավեսով տեղավորված, դες համար հով լրված, օգտվում եւ վայելում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռբերած արժեքները։ Օգտվեք, վայելեք, բայց ամեն ինչ համով հոտով վայելեք։ Ամեն ինչ ունի իր կարմիր գիծը, կարմիր գիծ հատողները եւ խոսույթի մեջ, եւ քայլվածքի մեջ, եւ գործողությունների մեջ, ամեն ինչի մեջ։ Կարմիր գիծ հատողները քաղաքական մակարդակով չեն խնայվելու, չեն ներվելու, անկախ իրենց անուն ազգանունից, անկախ իրենց բրենդային խանութներից, անկախ իրենց բրենդային տարգովի ցենտրերից, անկախ իրենց բրենդային ֆինանսական աղբյուրից, անկախ ձեր ամեն ինչից, անկախ ձեր ապրածով, արա, լսեք, անկախ ձեր ապրածով, ոչ մի կարմիր գիծ անցնող քաղաքական մակարդակով չի ներվելու, չի խնայվելու։ Շատ եք խոսում 2026 թվականի մասին։ 2026 թվականը իրական Հայաստանի Հանրապետության թիվն է լինելու, իրական Հայաստանի Հանրապետության թիվն է լինելու, 2026 թվականը մի թիվ է, որ հայ մարդը վերջնականապես իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է, քաղաքակիրթ մակարդակով, իր տասնյակ տարիներով սպասված վրեժը, հավատացեք, Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, անկեղծ մաքուր հայկական սիրո դեմը խաղ չկա, կեցե անկեղծությունը, կեցե մաքրությունը, կեցե հոգատարությունը, կեցե աշխատասիրությունը, կեցե խաղաղությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը եւ հայ մարդու սեփական ձեռքբերումը, հայ մարդու սեփական որոշման դեմը խաղ չկա, իսկ ով հայ մարդու սեփական որոշումը կդնի կասկածի տակ քաղաքական մակարդակով, պետք է ասեմ, որ ցավակցության խոսքերս եմ հայտնում իրենց հարազատներին, Աստծով ամեն ինչ լավ է լինելու, կտրիչ Նեցիսյան, հեռանալու ես, որովհետև դու Աստծո տունը վերեզացել առևտրի կենտրոնի, դու Աստծո տունը վերեզացել առևտրի կենտրոնի, դու Աստծո տունը Ռուսաստան բնակ ալիգարխի տարգովի ցենտրից, դալմայից, այդ դալմա միա տարգովի ցենտրը ունի, չես տարբերում, այ դու Աստծո տունը վերեզացել Մոսկվա բնակ ալիգարխի դալմային, դու Աստծո տունը վերեզացել Ռոբերտ Քոչարյանի բերանը ծուրտի կետ խոխի փաստաբաների գրասենյակի։ Այսինքն դու Աստծո տունը վերեզացել փաստաբանական գրասենյակների եւ Աստծո տունը օգտագործում ես, այս պետությունում ինչքան թալանտ չի մարդասպան, խուլիգան, մաֆիոզներ կա իրենց շահերը սպասարկելու համար։ Այո, դու Աստծո տունը վերեզացել փաստաբանական գրասենյակների եւ Աստծո տունը օգտագործում ես թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Դու չես համակերպվում ձայն Աստծո ձայն բազմած այդ որոշման հետ։ Դու պատերազմ ես հայտարարել, որ Աստվածաշնչում գրված է ձայն Աստծո ձայն բազմած։ Այդ դու պատերազմ ես հայտարարել այդ խոսքին։ Դրա համար դու հեռանալու ես։ Դու չես խնայվելու, դու չես ներվելու, որովհետեւ դու որևէ ուղիղ կապ չունես Աստվածաշնչի հետ։ Սիրելի մարդիկ, եկեղեցին կառուցվել է Աստվածաշնչի վրա։ Աստծո տունը կառուցվել է Աստվածաշնչի վրա։
Աստվածաշունչը դա մի գիրք է, որտեղ գրված է Հիսուս Քրիստոսի խոսքերը, Աստծո որդու խոսքերը։ Աստծո խոսքերը։ Աստծո խոսքերը։ Եվ հենց այդ խոսքերի վրա ամբողջ աշխարհում կառուցվել է եկեղեցին։ Կտրիչ Ներսիսյանը Աստծո ոչ մի խոսքով չի ապրում։ Աստծո ոչ մի խոսքին հարգանքով չի վերաբերվում։ Կտրիչ Ներսիսյանը չի ծառայում Աստծո խոսքին։ Կտրիչ Ներսիսյանը Աստվածաշնչից դուրս ինքը իր համար միացած իր խուլիգան մաֆիայի համար միացած գիրքահորինել, միացած բաներ ա գրել, միացած օրենքներ ա մշակել եւ շարժվում է իր սեփական ստեղծած որոշումներով։ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Աստծո ամեն ինչ լավ լինելու։ Հայ մարդու ցավը տանը, հայ մարդը վայելում է իրական մաքուր հայկական սերը եւ այլևս կեղծ սիրո խոստովանության զոհը չի դառնալու։ Բարի գիշեր ցես։